Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 8-ն է 2025 թվական։ Խոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկզբում կսկսեմ հայաստանյան իրադարձություններից, որոշակի հարցեր կանրադառնամ, հետո աշխարհաքաղաքական իրադարձություններ, բայց մի բանի արագ անդրադառնամ կարճ։ Այդ քաղաքական հայտի հետ կապված, երբ որ խոսում ես առաջիկա անելիքներ ինչ պետք է արի, մարդիկ են ելում տարբեր առաջարկներ են անում, պետք է սրան միանալ, նրան միանալ, նաև իմ կարծիքն են ուզում իմանան, մարդիկ կա ասում են, որ ընտրությամբ իշխանություն չի փոխվի, պետք է հեղափոխություն անել, պետք է միանալ հեղափոխական շարժմանը, ովքեր չէ, նիկոլական հեղափոխություն չի, մասին չի խոսքը, առհասարակ, կամ էլ թե չէ ուժային պայքարով պետք է լինի սրանց, վերջը պետք է տալիս անել են ինչ ընտրություն եւ այլ եւ այլ։ Եվ առաջարկում են ես ոչ միայն իմ վերաբերմունքն արտահայտեմ, այլ նաև միանամ այդ կարգի շարժումի։ Անուններ չեմ տալու, որտեղ նպատակը նա չի, որ որևէ մեկի արած գործին անուն դնել, բայց ուզում եմ ասել հետեւյալը։ Հեղափոխություն չեն հայտարարում, հեղափոխությունը անում են, որովհետև եթե դու ասում ես ուզում եմ անել հեղափոխություն կամ բռնի ուժով գնամ տապալեմ, դա քրեորեն հետապնդելի արարք է։ Իշխանությունը լրիվ հիմք ունի, լեգիտիմ ուժ կիրառելու օրենքի սահմաններում, այսինքն սահմանադրական կարգը պաշտպանելու համար մարդկանց ձերբակալ է։ Տեղից է շինց ու գործերը ու մասեք ձերբակալում են։ Ուր մնաց թե դրա համար հիմք տալ։ Եթե դու հեղափոխություն ես անում, պետք է անես հանկարծակի, եթե մանավանդ ուժով ես պատրաստ ամեն գնով հասնել դրան, եւ դատում ես պարտված իշխանությանը։ Եթե պարտված իշխանությունը չի պարտվում, այլ քեզ հաղթում է, ինքն է քեզ դատում, դա է դաժան իրականությունը։ Այսինքն, ես ուզում եմ ասեմ, այդ կարգի բաները հայտարարելով չեն միանում, որպեսզի ես որոշեմ միանամ թե չէ։ Այդ կարգ խոսքը չի վերաբերվում, որ կարող է ժողովուրդը դուրս գա փողոց, կարող է ժողովուրդը ընդվզի, դա լրիվ օրենքի սահմաններում է եւ միջազգային օրենքի սահմաններում է, որ ժողովուրդը իրավունք ունի։ Դրա մասին չեմ խոսում։ Անկամ կարող է բախումներ լինի, որի ընթացքում նաեւ զոհեր լինեն։ Էդ էլ է հնարավոր, ոչ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ ուժի գդիմի իշխանությանը կամ ով ինչ պրովոկացիա կանի կամ ով այդ ընթացքում ոնց կվարվի։ Բայց սառնասրտորեն նստել պլանավորել որևէ մեկի մահը, այ ես հիմա կկրակեմ ստեղից, նա կկրակի ինդեղից, մյուսը կանի սենց ու մենք կհաղթենք, այդ գործում ես չկամ։ Դա վախելու խնդիր չի, ես ուղղակի մի կաթիլ արյուն անգամ որևէ մեկի թափվելու գնով իշխանությանը կտրականապես դեմ եմ։ Կարող է ասեն, բա ինչ իշխանությունը քիչ մարդու արյուն է թափել, Ժորժ ջան, խնդրում եմ ամեն մարդ դուք ակնկալեք այն, ինչ որ ես կարող եմ անել։ Եվ պետք չի ասել, եթե նրանք բարբարոս են, պետք է բարբարոսների հետ իրանց ձևով վարվել։ Նելսոն Մանդելան 27 տարի բանտ էր նստել Հարավաֆրիկյան Հանրապետության։ Ամենավերջի բարբարոսությունն ու դաշանությունն իր դեմ արել էին, բայց ինքը դուրս եկավ նախագահ եւ ինքը իրանով ցույց տվեց, որ բարբարոսի դեմ բարբարոսությամբ վարվելու պարագայում դա վերջ չի ունենա։ Մի հոգի կավելանա ուղակի այդ ուղղությամբ։ Այսինքն դա նաև օրինակ է, ունենալով բացարձակ իշխանություն եւ բացարձակ հեղինակություն, դա ծառայացրեց ուղակի չսրելու իրավիճակը եւ վատին վատով չպատասխանելու։ Դա նաև դասական օրինակ է, միակ օրինակը չի, բայց կարևոր օրինակ է։ Այսինքն ինձ թվում է ես կարողացա բացատրեմ, այո, կարող է դուրս գանք փողոց, կարող է ակտիվությունը, կարելի է պատրաստվել ընտրության, եթե կլինի արտահերթ, կարելի է մասնակցել, բայց դու պատրաստ լնես դրան։ Կարող ես պատրաստվել ընտրության, եթե իշխանությունը որևէ գործողություն անի, հասարակությունը փողոց լցվի, արդյունքում կարող է նաև լինի պարտադրանք իշխանափոխության։ Այդ ամեն ինչը հնարավոր է, բայց ի սկզբանե մտածել, որ ոչ մի բան տենց չի փոխվելու, եկեք դուրս գանք, մինչև էս չանենք, մինչև այն չանենք, եւ այդ կարգի կոչերը որևէ ոչ հանրային մարդկանց համար կարող է դա վտանգավոր չի, բայց հանրային մարդկանց շատ պրովոկատորներ նաև ձեր կողքը գտնվող կարող է պարզապես առիթն օգտագործեն ձեզ ոգևորելու համար, ասեն, ես ինչից են խոսում, բերեք գնալու ենք, ես ենք անելու սրանց, վերացնենք սրանք թուրքեն, սրանք ես են, արդյունքում կան շատ լավ էլ հանրային գործիչներին հավաքեն տան, հետո շուրգակ ասեք, բալա մեր խելքը չէր հասնում, ձերն է չէր հասնում, որ այդ մարդիկ 100 ձևի մտածում ենք այնպիսի քայլեր անենք, որ որևէ առիթ չտանք, որպեսզի կարողանանք մեր ուզածը նպատակին հասցնենք։ Էնպես որ
Եվ շատ դեպքերում, երբ որ ասում են ով մեզ չմիանա SS, դրա այդպես բաների վրա չենք խաբվում, ժողովուրդ ջան, չմոռանանք, որ ժամանակին էլ հայրենիքի փրկության շարժում էին ստեղծել եւ ասում են ով մեզ չմիանա Նիկոլա։ Հիշում եք, չէ՞, բայց ովքեր էին միացել։ Նախկինները տարբեր տեղերից հավաքվել էին եւ միացել էին եւ արդյունքում ինչ էին անում։ Արդյունքում այդ մարդիկ, ովքեր ասում են ով մեզ չմիանա Նիկոլա, փողոցում մարդկանց վրա էին հարձակվում, մետրո էին մտնում, ոնց թե դուք մեզ չեք միանում, բռնի ուժ էին կիրառում։ Այդ օրերին եղել է, որ ինձ հրավիրել են ուղիղ եթերում կադրերը ցույց են տվել, թե ոնց էին փողոց լցված։ Ես իմ կարծիքն եմ հայտնել, որ միանալու ոչինչ չկա եւ ընդհանրապես նախկինների վերադարձը պետքա բացառել, որևէ մեկի արած քայլից էլ չենք վախեցել եւ պարզել ասել եմ Նիկոլը դուք եք բերել իշխանության, դուք եք հետը կոալիցիա կազմել, դուք եք հեղափոխության ժամանակ թրջկոտում Մերժենք Սերժի շարժման ժամանակ ինձ ընդեղ չեք տեսել, դուք եք քվեարկել Նիկոլ Փաշինյանի համար, Նիկոլը դուք եք, ուրիշի վրա մի գցեք, այնպես որ չենք վախեցել որևէ պիտակավորումից։ Իսկ հիմա տեսնում եք ոնց են իրար ուտում Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները։ Անենց են իրար ուտում, որ անգամ ասում ենք ավելի լավ է չխանգարենք, նորմալ իրար ուտում են։ Ու խնդիրն այն չի, որ այսօր իրանք իրար մեղադրեն այսօր, ասեն դու այս բանը վատ արեցիր։ Բայց դուք մեղադրում եք, ասում եք 18 թվին դու բերեցիր իշխանության, նա էլ ասում է 18 թվին դու բերեցիր։ Այսինքն բավո 21 թվին փողոց եք դուս գալու, ասում եք 22 թվին ով մեզ չմիանա Նիկոլա։ Բայց այդ ժամանակ դուք չգիտեիք, որ 18 թվին ձեր կողքի կանգնածն է նրան բերե։ Բա մենք ում պետք է միա հանկարծել մենք դες թույլ խառնվածքի տերենք, վախեցանք ձեր գորգորոսներից, վախեցանք ձեր պիտակավորումներից, որ աման հանկարծ չասեն, եթե իրանց չենք միանում Նիկոլ Փաշինյանին ենք միանում, այդպես բաներից չի վախ, բայց պատկերացրեք հանկարծ միացել էինք վախից։ Հիմա դուք իրար եք ուտում, բա մենք մի ում կողմից պետք է լինեինք։ Այն թևից թե այն թևից, բա հայրենիքը փրկության միասնական շարժման էի հրավիրում։ Ուզեմ ասեմ, այդ ամեն ինչի վրա չենք խաբվում, ժողովուրդ ջան, չմոռանանք մի հոգի էլ տենց կար, Բագրատ Գալստանյանն եկավ ու ասեց, ես մի քանի օրից փոխում եմ, այդ ժամանակ էլ ասին, ինչ եք խոսում, եկեք միացեք, որ ասի ես Բագրատ Բեխաբարը ընդհանրապես տեղյակ չի քաղաքականությունից, եկել է ուղղակի բերել են, ասել են արի, ես մի քանի օր եղավ, չեղավ, ես այդքան ժամանակ չունեմ, բայ ուր ես ընկել, բայ ուրի չեղավ քո ժամանակը։ Ուզեմ ասեմ, ժողովուրդ ջան, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ այո, պետք է գաղափարական հենքի վրա միավորվել, պետք է այդպիսի մարդկանց հետ թիմ կազմել, մեկ մարդը կամ մեկ ուժը այդ խնդիրը լուծել չի կարող, դե շատ բիրտ ուժ կա եւ իշխանության եւ նախկինների ձեռքում, տեսել եք եւ վարչական ռեսուրս մեկի կողմ եւ ֆինանսական ռեսուրս երկուսի կողմ եւ մեդիա ռեսուրս երկուսի կողմ, այնպես ու լավ գիտենք ինչի դեմ է այդ պայքարը, բայց եւ միևնույն ժամանակ պետք է դրա հետ կապված առաջին հերթին պայքարել գրագետ, որովհետեւ բիրտ ուժի դեմ դու բիրտ ուժ նախ չունես այդքան որ հանես, հետո որ հանես դրանով չես հաղթի, դուք խաղաս իրանց խաղի կանոններով, որտեղ իրանք բավական ուժեղ են, ավելի լավ է մենք խաղանք այն խաղի կանոններով ու այն դաշտում, որտեղ մենք առավելություն ունենք իրանց նկատմամբ, այնպես որ եթե ինչ-որ հարցեր կա այդ կարգի կազմակերպական, իմ նյութի նկարագրական մասերեն բոլոր տվյալները կա, մեր թանկագին ժամանակը դրա վրա չծախսեմ, ավելի լավ ով ցանկություն կունենա կմտնի, կկարդա, կտեսնի ինչ ունենք անել, ոնց կապաստատենք, ինչ անենք։ Իսկ հիմա նայենք, Ստեփանակերտում անցկացվող ֆորումի ժամանակ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը հայտարարել է. Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման, Ադրբեջանի պայմանների կատարման հետ։ Էրհանը հայտարարել է, թե Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ ստորագրի խաղաղության պայմանագիր։ Անհնար է, որ Թուրքիան այլ քայլ կատարի Հայաստանի նկատմամբ, ասել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը։ Սա նրա համար, որ շատ են չարչարվում, որ հայ-թուրքական հարաբերությունները չպայմանավորեն երրորդ երկրի հետ ունեցած հարաբերությամբ։ Ինչպես տեսնում եք, դա կատեգորիկ չի ստացվում, ինչքան էլ մերոնք ցանկանում են ցույց տալ, որ տեսեք, մի փոքր առաջ խաղացում ունենք, երրորդ երկրի քաղաքացիները կարող է գանացնեն, մարդասիրական օգնության համար սահմանը բացվել է, իրենց տարածքով անցել են, ոնց որ թե մոտ ենք, Նիկոլ Փաշինյանը գնաց Նյու Յորքում Էրդողանի նկարը գրկեց, նկարվեց հետը գիրքը, էլի Էրդողանի եւ այլ ամեն ինչ արել են, ամեն ինչ փորձել են երկրաշարժի ժամանակ մարդասիրական օգնություն
ինագուրացիայի ժամանակ Էրդողանի Նիկոլ Փաշինյանը գնաց մասնակցեց մի խոսքով բոլոր հնարավոր բաները մարդիկ հստակ ասում են ձեռ քաշեք Ադրբեջանի պահանջը չկատարեք այս կողմերը չերևակ ուշադրություն դարձրեք նորից եմ ուզում այդ ուշադրությունը Ադրբեջանի պայմանների կատարման հետ այսինքն ինքը չի ասում է Ադրբեջանի հետ հարաբերություն չէ ասում Ադրբեջանի պայմանները պետք է կատարեք Այս սրա մասին է խոսքը պետք չի խաբեությամբ զբաղվել ինքնախաբեությամբ զբաղվել պետք չի որտեղ մեզ խաբել ձեզ չի հաջողվելու Պարզ ասում ենք իրավիճակը տեսնեք Թուրքիայի հետ այն էլ ես հիմա կասեմ նաև Թուրքիան ինչեր անում ուրիշների հետ որ մենք հասկանանք մենք ինչ խայտարակ վիճակում ենք եթե չենք կողմնորոշում ինչ պետք է անենք Իսկ հիմա աշխատանքային այցով Աբու Դաբիում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկեր Աբդուլլահ բին Ջայեդ Ալ-Նահյանի հետ։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է Հարավային Կովկասում հետ հակամարտային իրավիճակի ընթացող վերակառուցման եւ ականազերծման ջանքերի Ադրբեջանի Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ պահպանվող խնդիրների մասին, ինչպիսիք են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները Հայաստանի սահմանադրության մեջ, ասվում է հայտարարության մեջ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ այդ սահմանադրությունը 27 թվականից շուտ չի փոխվելու, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանին պատրվակ է պետք, մանավանդ այդ ընթացքում ասում Հայաստանից հակարակում են, մանավանդ այդ ընթացքում իրանք է զորք են կուտակում որպեսի իբրթե մեզանից պաշտպանվեն, Հայաստանին մեղադրում են զինվելու մեջ, Հայաստանին մեղադրում են ռևանշիստական տրամադրությունների մեջ եւ արդյունքում հրաշալի գիտեն, որ 2 տարի նրանք անընդհատ կրկնելու են, որ Հայաստանը սահմանադրությունը չի փոխում։ Ում հետ հանդիպում են, ինչից խոսում են, մեկը հարցնի էմիրությունների հետ դու Հայաստանի սահմանադրության հարցը ինչ ես քննարկում։ Այսինքն ինչ հարցա դրանով լուծվելու ձեր եւ դրա հետ փոխգործակցության պարագայում այսինքն բոլոր ացիաներում ոնց որ ժամանակին բոլոր ացիաներում ինչ առիթով խոսակցություններ եղանակից ելներ չգիտես ինչից ելներ ասում էին Հայաստանը օկուպացրել է մեր տարածքի 20%-ը ինչից խոսային դրանից էին խոսում հիմա էլ Հայաստանն ագրեսոր է Հայաստանը տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ հատուկ դրանով հող են նախապատրաստում ամբողջ աշխարհի մոտ որպեսզի արդարացնեն իրաց նախահարցակ լինելը այս է հարցը հիմա սրա վրա պետք է ուշադրություն դարձնել այտենց օր չկա որ մի հատ պրովոկացիա Ադրբեջանը մեր դեմ չանի այտենց օր չկա առավել եւս նաեւ Ադրբեջանի գործողությունները այն մյուս պետությունների հետ հարաբերությունները, որը նույնպես մեր համար խնդիր է, դրան էլ կանդրադառնանք։ Իսկ հիմա նայենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը երկուշաբթի հայտարարել են երկրի պատմության մեջ առաջին անգամ $1 տրիլիոն արժողությամբ պաշտպանական բյուջեի ստեղծման ծրագրերի մասին, ինչը ռեկորդային գումար է բանակի համար։ Տրամպը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բյուջեն կլինի $1 տրիլիոն չափով։ Ոչ ոք նման բան չի տեսել։ Մենք պետք է կառուցենք մեր բանակը, եւ մենք շատ գումար ենք խնայում, բայց բանակը մի բան է, որը մենք պետք է կառուցենք, եւ մենք պետք է ուժեղ լինենք, քանի որ հիմա շատ չար ուժեր կան, ասել է ԱՄՆ նախագահը։ Կոնգրեսն այս տարի ազգային պաշտպանության ծրագրերի համար հատկացրել է $892 միլիարդ, որը ներառում է Պենտագոնի ծախսերը, միջուկային զենքի մշակումը եւ այլ գերատեսչությունների անվտանգության ծրագրերը։ Հիմա սա շատ հետաքրքիր թեմա է։ Անցյալ տարի ի դեպ պաշտպանական ծախսերը եղել է $855 միլիարդ եւ այդ ժամանակ Դոնալդ Տրամպը հանձնարարել է Պենտագոնին, որ մշակեն ծրագիր տարին 10%-ով ռազմական ծախսերը կրճատելու, 4 տարվա համար 40% կրճատում պետք է նախատեսեին պաստորեն իրանք։ Եվ այս մարդիկ այսօր կանգնել է ասում աննախադեպ 1 տրիլիոնի ենք ասել։ Ժորժ ջան, մոռացել եք, որ ասել ենք, սա ինչ աբսուրդ է, ոնց թե պաշտպանության ծախսերը կրճատում ես։ Այս ինչ աբսուրդ է կանը, ոնց թե մասկը կանգնում ասում ամերիկյան զենքը թանկ է անորակ, սա պարտվողի զենք
զենքը, երբ որ քու զենքը աշխարհն առնում է մանավանդ ռուսական զենքից հրաժարվելով, որովհետև տեսնում է ռուսական զենքը եւ հարձակողականն է վատ վիճակի, եւ պաշտպանողականն է վատ վիճակի, տեղափոխվում է պայմանագիր ակնքում Ամերիկայի հետ, Ամերիկան արդեն $100 միլիարդ զենքեր ծախել, մաս կկանգնում, ասում է ամերիկյան զենքը թանկ է ու անվորակ, մի առեք, ինչի համար է դա արվում, ծախվող ապրանքը, այն դեպքում, երբ որ Ուկրաինային դու ապրանք էիր տալի, այդ զենքը անցյալ դարի վերջի բաներ էր, ստեղծած զենքեր էր, մշակումներ էր, բայց այդ պարագայում Իրաքում էլ խայտառակ եղաք, Աֆղանստանում էլ այդ զենքով չկարողացաք արդյունավետ ձևով աշխատանք տանել, ուկրաինացին կռվեց, ձեր զենքի պատիվը բարձրացրեց, որից հետո ռազմական պատվերներն ավելացան, որտեղ հասկացան, որ այդ զենքը անգամ այսօր շատ արդիական զենք է, եւ այդ պարագայում որոշեցիք Ուկրաինային զենք չտալ, այդ պարագայում որոշեցիք ռազմական ծախսերը կրճատել, որ ասի այս սխալից օգտվելու է Եվրոպան, իրանք ռազմական ծախսերը ավելացնեն եւ այն, որ իրանք ճգնաժամային վիճակում է իրանք տնտեսությունը այդ վիճակից անեն, այն մարդիկ, ովքեր իմ խոսքին հետևում են, լավ գիտեն, թե այդ մասին ոնց են ասել, ոնց կարելի ասեն абսուրդ, եւ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է դարձել գերտերություն, երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ինքը այնքան թույլ էր, Ճապոնիան մտավ Ամերիկայի տարածք, Իտալիան ու Գերմանիան իրանք պատերազմ հայտարարեցին Ամերիկային, ամոթ ու ինքն էլ նրանց հայտարարեց, արդեն հայտարարելուց հետո այս ամեն ինչը անցել է Ամերիկայի Միացյալ Նահանգները ոնց է դարձել այսօրվա այս երկիրը, այդ պատերազմի արդյունքում, որպեսզի նաև զարգացնելով դա ծանր ինդուստրիան զարգացնելով արդյունաբերությունը, ինքը կարողացել է նաև լայն սպառման ապրանքների արտադրության հետ կապված եւ իրացման հետ կապված գնողունակ պահանջարկ ձևավորի, շատ չեմ ուզում մասնագիտական բաների մեջ մտնեմ, բայց այդ ամեն ինչի մասին խոսել ենք, ճղում էին իրանց, ասում էին պետք է ռազմական ծախսերը պակասացնենք ու հիմնավորում էին թե ինչի համար։ Եվ հիմա այսօր զարմացած ասում է դարձնելու է աննախադեպ 1 տրիլիոն ենք դարձնի, չէ հա։ Բայց էինք ասում ժողովուրդ ջան, բայց էինք բացատրում։ Հիմա դուք հասկացաք թե ոնց է Եվրոպան, բայց ասեցի, որ Եվրոպային Ամերիկան ապտակ հասցրեց, բայց այնպես դրական ապտակ է։ Ամերիկայի սխալից պետք է օգտվեն, ռազմական ծախսերն ավելացնեն, հասարակությանն էլ բացատրեն, որ հակաճգնաժամային ծրագիր չի։ Ինչ ճգնաժամ, բա մենք ճգնաժամի մեջ ենք, այո, ճգնաժամի մեջ են։ Նաև Մեծ Բրիտանիան, նաև Գերմանիան, նաև Ֆրանսիան բավական լարված վիճակը, որը նույնիսկ պայմանավորված չի ռուսական պատերազմով ուկրաինական, բայց չեն կարող իրանք խոստովանեն իրանք ժողովրդին, բայց ժողովուրդը տեսնում է այդ խնդիրները, դրա համար էլ ընտրության արդյունքներն էլ տեսանք, թե Գերմանիայում, թե Մեծ Բրիտանիայում, թե Ֆրանսիայի ստորին պալատում, եւ հիմա արդեն Երևի մեկը կողքից Դոնալդ Տրամպին ասել է, «Անգե, լատես ինչ է կատարում, ռազմական ծախսերը ավելացրու», հիմա ինքը զարմացած, աննախադեպ ռազմական ծախսերը ավելացնում։ Ժողովուրդ ջան, միշտ ասել եմ, մեր հույսը նա է, թե այդ մարդը պաշտոնավորելու է մինչև իր ժամկետի ավարտը, գոնե այդ մարդը դարձի գա, նորմալ խնդիրները լուծի, որովհետև մեր ակնկալիքը Ամերիկայից է, մեր ակնկալիքը Ամերիկայից է, որը իր ամուր դիրքի վրա կանգնի, Եվրոպային թևութիկում կանգնի, իրար հետ միասնական այս նոր աշխարհակարգի ձևավորման հարցում լուրջ աշխատանք տանեն։ Բարեբախտաբար հիմա գլուխները գովում են, որ ռազմական ծախսերը 1 տրիլիոնի են հասցրել։ Ես իհարկե ասում եմ, սա որակական փոփոխություն է, որովհետև էլի հումորով ասեմ, մեկ ասում եմ մարդիկ լուրջ են ընդունում, ասում եմ երևի Տրամպը արդեն սկսել է իմ յութուբյան ալիքը ուսումնասիրել, որտեղ իր կողքից այնքան խորհուրդ տվեցին, տեսավ ինչ հիմար խորհուրդներ են տվել, ինքն էլ ընկել էր նրանց խելքին, բայց այս հարցի հետ կապված երևի օր չի եղել, որ չենք խոսացել, թե ոնց է հնարավոր ռազմական ծախսը Ամերիկան կրճատի, ոնց չեն պատկերացնում ինչա կատարվում։ Դե մի խոսքով բարեբախտաբար ժողովուրդ ջան, աննախադեպ բան է արվել, ռազմական ծախսերը ավելացնում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է. Ես հիանալի հարաբերություններ ունեմ Էրդողան անունով մարդու հետ, ես գիտեմ, որ մամուլը զայրացած է, որ ինձ դուր է գալիս Էրդողանը, ես էլ նրան, եւ մենք երբեք որևէ խնդիր չենք ունեցել, ես սիրում եմ նրան, հայտարարել է Տրամպը։ Իհարկե ժողովուրդ ջան, ցանկացած մարդ, որը ունի բռնապետական հակումներ, թագավորական ձգտումներ, որ ինքը աշխարհակալ մարդ է, ինքը պետք է պատմության մեջ մտնի, հողեր վերցնող բան, հողերը իր գլխին Պուտինի մասին է խոսքը, առաջինը պետք է սեր խոստովանի Էրդողանին։ Եթե մարդը չասեց, որ Էրդողանին սիրում է, ուրեմն ինքը այն աշխարհակալ ղեկավարը չի։
Առաջինը իմացեք, դա Էրդողանի սեր բացատրելն է, որտեղ իրանք նրա մեջ տեսնում են ուժեղ մարդու, հիմա արդեն, քանի որ մի քիչ արդեն շփվում են Պուտինի հետ, արդեն Դոնալդ Տրամպը Էրդողանին իր սերը խոստովանեց։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի եւ նրա ղեկավարի հետ։ Էրդողանը շատ ուժեղ եւ խելացի մարդ է։ Էրդողանին ասեմ, որ ասել եմ, որ նրանք արել են մի բան, որը ոչ ոք չի արել 2000 տարվա ընթացքում։ Թուրքիան վերահսկողություն է հաստատել Սիրիայում։ Դուք պետք է հարգանքի տուրք մատուցեք նրան, ասել է Տրամպը։ Եթե երբևէ խնդիրներ ունենաք Թուրքիայի հետ, ես կարող եմ օգնել լուծել դրանք, քանի դեռ ողջամիտ եք, դուք պետք է խելամիտ լինեք, ասել է Տրամպը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Հիմա ուշադրություն։ Առաջինը շատ ենք խոսել նրա մասին, որ Թուրքիան 11 օրում Սիրիայում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, անունը դնելով, որ դա ազատեց Ռուսաստանի ազդեցությունից եւ Իրանի, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ էլ ողջունեց, Եվրոպան լավ էլ ողջունեց, իսկ մենք անհանգստություն ունենք։ Մենք անհանգստություն ունենք Թուրքիայի դերի ավելացման։ Եթե Թուրքիան տենց ծավալապաշտական խնդիրներ ա դնում իր առաջ եւ նրան չզսպեն, ընդհակառակը Թուրքիայի կարիքը ունենան, բա մենք մտածում ենք, բա որ հանկարծ այս ուղղության վրա ցանկանա, մանավանդ իր երազանքն ա, որ գնա իր Թուրանը ստեղծի, իր երազանքն ա կպնի Ադրբեջանին, գնա թուրքական պետություններին հավաքի ու դա նորություն չի, որ ինքը դրա մասին ասում է։ Այսինքն այս պարագայում բով է նրա ախորժակը զսպելու։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է, որ Սիրիայի վրա 2000 տարվա մեջ այս մեր բռնապետը կարողացավ վերահսկողությունը, այսինքն ինքը ողջունում է դա, դու պատկերացնում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Եվ ասում է, որ ինքը նույնիսկ երբ որ ասում ենք, որ Նեթանյահուն որ գնա Ամերիկա, երեք ենք խոսեցել նաև դրա մասին, այս անգամ ինքը տենց ոգևորված հետ չի գալու, որտեղ ինքը առաջի հանդիպման ժամանակ շատ ոգևորված էր, ասում էր սեկտոր Գազան ազատենք, էս անենք, այն անենք, ընդհանրապես Պաղեստինի ինքնավարությունը լուծարենք, մի խոսքով շատ ոգևորված էր, ասում շատ զարմանում եմ, որ կարան սենց անխելք բան անեն, մի քիչ զարմանալի է հրեայի համար այդքան անխելք լինելը, բայց որ դու Տրամպի վրա կարաս հույս դնես ու տենց ոգևորված բաներ անես, սաղ աշխարհին դեմ գնաս, զարմանալի էր։ Բայց հիմա ես ասում եմ, որ այս հանդիպման ժամանակ սառը ցնցուղ է պահելու Տրամպը գլխին, որովհետև ցույց է տալիս, որ այն ոգևորությունը, որ ուներ, էսա Գազան դատարկենք, էսա Իրանին խփենք, էսա այս անենք, էսա այն անենք, պետք է բացատրի, որ դա այդպես չի, մանավանդ որ Սիրիայում կա առճակատման վտանգ Իսրայել եւ Թուրքիա, մանավանդ Իսրայելը հարվածեց նաեւ թուրքական բազաներին Սիրիայում եւ այդ պարագայում մի հատ էլ ուզում էր ընեցաներ, որ դրա մեջ ներքաշեր Ամերիկային, որ ասե դե դու ինձ հիմա օգնի, ես էլ Իրանին պետք է հարվածեմ, չէ, դե հիմա դու ինձ ուժեղացրու, բայց հիմա բացատրեց, որ հետքդ գլուխդ հավաքի, քեզ թույլ չեմ տալու Թուրքիայի դեմ խաղեր տաս, լավագույն դեպքում եթե խելամիտ լինես, ողջամիտ լինես, ես միջնորդ կլինեմ, որ իրար չուտեք, այսինքն ավելի շատ Թուրքիան Իսրայելին չճնշի, այսինքն սա այն խոսակցություններ, որը երեք ոնց որ թե դեռ խոսակցությունը չեղած արդեն դրա մասին խոսում են, բայց մեր խնդրը գիտեք որն է, Թուրքիան դիրքերը ամրապնդի, թե Իսրայելը դիրքերը ամրապնդի, դրանից մեզ ոչ մի լավ բան չկա, որտեղ մենք Ամերիկայի հետ մեր հարցերը չենք լուծել։ Այսինքն այստեղ խնդիրը դա է, եթե մենք մեր հարցերը Ամերիկայի հետ լուծած լինեինք, ուրիշ բան, բայց հիմա եթե Թուրքիան հարաբերությունը լավացնում եւ Ամերիկան ասում է միջնորդ կլեմ Իսրայելի հետ կապված, Իսրայելն ասում է դե լավ գոնե ինձ օգնի Ադրբեջանի հետ խաղեր տալու հարցում, երկու պարագայում էլ դա մեր դեմ ալնում, որովհետեւ նորից եմ ասում, մեր հարցերը չենք լուծել։ Եվրոպայի հետ էլ այնպես ճկուն չենք աշխատում, ակտիվ չենք աշխատում, որ հիմա այս process-ներում, երբ որ Եվրոպան լուրջ դերակատարություն ստանձնել, հատկապես Ֆրանսիան, որ նաև լիդերություն ստանձնել Եվրոպայում, նաև անվտանգային խնդիրների հետ կապված, նաև ձևաչափ են ստեղծել, որը դուրս է եվրոպական անվտանգային համակարգից, որովհետև Ավստրալիայից մինչև Կանադա նրան մասնակցում են, ոնց որ մենք չենք տեսնում, որ այդ ուղղությամբ գոնե քայլեր են անում։ Դրա համար այստեղ խնդիրը գիտեք որն է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների այսօրվա ադմինիստրացիան բաներ անում, որ ես քննադատում եմ, ասում եմ, դա ճիշտ չի, դա ես պետական աշխատող չեմ, ես դա կարամ անեմ։ Իսկ պետությունը այդ իրավունքը պարզ է չունի։
լինի։ Եթե ես էլ լինեի պետական աշխատող, ես էլ չէի կարող անել։ Ոչ Իրանի մասին կարող էի բացական բան ասել, ոչ Վրաստանի, ոչ Ամերիկայի։ Ես օգտվում եմ այդ առավելությունից, որ ես պետական կարծիք չեմ հայտնում եւ շատ հանգիստ կարող եմ ասել, բայց իշխանությանը դա չի արդարացնում, որ ասի Տրամպը ոնց որ այս բանը լավ չի անում։ Գնա գլուխդ քարին պատին դուր հարաբերությունդ կարգավորի։ Այսօր ինքն է ինչի մասին է խոսքը։ Վաղը կարող է ինքը իր հարաբերությունը վերանայի, ոնց որ ռազմական ծախսերի հետ կապված միջև հիմա ուրիշ բաներ ասում, հիմա ուրիշ։ Ուկրաինայի հետ կապված ուրիշ բաներ ասում, հիմա ուրիշ։ Քո քաղաքականությունը նրա այսինքն խոսքը փոխելու հետ ոչ մի կապ չունի։ Գնա քո հարցը ոնց ուզում ես լուծի։ Իր հետ լուծի, Եվրոպայի հետ լուծի, ում հետ ուզում ես լուծի։ Առավել ևս որ տեսնում ես, որ քո հակառակորդները այդ հարցերը լուծում են։ Կամ ուղղակի մեր իշխանությունները Թուրքիային ու Ադրբեջանին հակառակորդ չեն համարում։ Ֆրանսիայի Ֆիգարո թերթը հայտնում է. Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որն ավելի վաղ ձերբակալվել է եւ որի լիազորությունները իբրև քաղաքապետ կասեցվել են, դարձել է Փարիզի պատվավոր քաղաքացի։ Էքրեմ Իմամօղլուն այսօր անարդարացիորեն զրկված է իր կուսակցությունը եւ միլիոնավոր թուրքերի ձայները ներկայացնելու հնարավորությունից, նա պետք է զգա Փարիզի լիակատար աջակցությունը, ասել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Ըստ Իդալգոյի նման աջակցությունը կարող է թույլ տալ Թուրքիայի ներկայիս կառավարությանը լսել ժողովրդավարական բանականության ձայները։ Այս որոշումը միաձայն ընդունվել է Փարիզի քաղաքային խորհրդի նիստում։ Հիմա ուշադրություն, ինչպիսին է վերաբերմունքը Ամերիկայի Էրդողանի նկատմամբ, ինչպիսին է վերաբերմունքը Ֆրանսիայի ընդդիմության նկատմամբ։ Մանավանդ որ այդ լարված ժամանակները Հական Ֆիդանը արտգործնախարարը գնաց Ամերիկա, երբ որ այդ ամբողջ ընթացքում առաջի անգամ պետք է գնար Տրամպի ինտերվելուց հետո, բայց ինքը գնաց, այդ ամեն ընթացքում իրանք լավ է ցույց տվեցին իրանց աջակցությունը, շատ ջերմ ցույց տվեցին, որ մենք ձեզ հետ ենք, այսինքն իշխանության հետ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դրան զուգահեռ Ֆրանսիան աջակցում է ընդդիմության ներկայացուցիչին, որը այսօր խորհրդանշում է ընդդիմության պայքարի առաջնորդ որպես այդպեսին։ Մանավանդ բանտում հայտնվելու պարագայում։ Իսկ Ան Հիդալգոն նես կորած աղջիկ չի, էլի, որովհետև ինքը առաջի կին քաղաքապետն է Փարիզի, բացի դրանից էլ ինքը մի ժամկետ ընտրվել է 6 տարով 2014-ից մինչև 2020 թվականը, երկրորդ ժամկետով ընտրվել է 20 թվականից մինչև 26 թվականը։ Այսինքն այդպիսի հեղինակություն ունեցող անձնավորություն է եւ դուք տարբերությունը հիմա տեսեք, որ մենք չենք կարող մտնել արևմուտքի երկուսի արանքը Եվրոպայի, Ամերիկայի, բայց մենք կարող ենք մանևր անել երկուսի ուղղությամբ էլ։ Ինչպես տեսնում եք, տրամագծորեն նաև Թուրքիայի հետ կապված տարբերվում է վերաբերմունքը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սպիտակ տան ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է. մենք կվերացնենք ԱՄՆ-ի հետ առևտրային դեֆիցիտը, մենք մտադիր ենք դա անել շատ արագ, կարծում ենք, որ դա ճիշտ է, եւ մենք նաեւ մտադիր ենք վերացնել առևտրային խոչընդոտները, մի ամբողջ շարք առևտրային խոչընդոտներ, որոնք անհարկի են դրվել, Իսրայելը կարող է օրինակ ծառայել շատ երկրների համար, որպեսզի դա անեն, ասել է Իսրայելի վարչապետը։ Իհարկե, ես էլ իր այդ պարտավորությունները, որ այնպես կանենք, որ այդ դեֆիցիտը կարողանանք զրոյացնել, այսինքն ինչքան որ ապրանք կտանք, այդքան է կստանանք, մի խոսքով շատ չխորանանք թեմաների մեջ, կարևորը նա է, որ իր պարտավորությունները, որ ինքը դա ուզում անի, ուրիշ երկրներին օրինակ ծառայի, էս են Իսրայելի վարչապետն է, որ ակլորացել էր, ասում էր, հեսա գազան դատարկենք, հեսա այս անենք, հեսա այն անենք։ Այսինքն, ինչպես տեսնում եք, այսինքն դրանից մենք չնայած, որ դրանից դեռ քանի մենք մեր հարցը չենք լուծել, այդտեղից դեռ մենք ուրախանալու բան չունենք, որովհետև իրանք շարունակում են այս գծի վրա Ամերիկայից աջակցություն ակնկալելով։ Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը մեկնաբանելով Աբու Դաբիում համաժողովի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամովի հետ հանդիպումը գրել է. Իսրայելը շարունակելու է ամրապնդել Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները։ Հիանալի հանդիպում ընկերոջս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյուն Բայրամովի հետ այս անգամ Աբու Դաբիում այդ մի համաժողովի շրջանակներում, որտեղ քննարկել են թեմաների լայն շրջանակ, Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդլայնվում են եւ ներառում են ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ եւ այլ հարթություններ։ Մենք շարունակելու ենք ամրապնդել դրանք, գրել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը։ Իհարկե, այն ժամանակ, երբ որ Հայաստանի իշխանությունները
պահ ունեին, որ կարող էին նաև Իսրայելի հետ հարաբերությունները նորմալ պահել, իրանք ճանաչեցին Պաղեստին պետության անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, դեսպանատներ բացեն, իհարկե այդ մասին խոսել են, որ անիմաստ էր, դա ինչ էր տալու մեզ, այդ ինչ ժեստեր էի կանում Թուրքիային, դա ինչ էր տալու մեզ, բայց հիմա անգամ դրա ժամանակը չի, որ ասենք դա արեցին, դրա պատճառով Իսրայելի հետ հարաբերությունները փչացրեցին, որտեղ հիմա Իսրայելի գլուխը այնքան խառն է, որ բերեք դրանով չպայմանավորենք։ Այո, այն ժամանակ այդ սխալը պետք է չանեին, կարող է հիմա այլ իրավիճակ լինել, բայց հիմա դա չի հարցը, որտեղ Իսրայելն էլ այնպիսի բաների մեջ է խառնվել, մեկն էլի իր շահերը պաշտպանի։ Դրա համար ավելի շատ մենք ուղղակի սա ընդունելու ենք գիտություն եւ մտածենք, որ դրա ուղղությամբ մենք էլ ունենք համարժեք քայլեր Արևմուտքի Ամերիկայի հետ աշխատելու համար, որտեղ ինչպես տեսնում եք, իրանք լավ էլ Ադրբեջանի հետ հարաբերությունը լավացնում են, լավ էլ դա ցանկանում են անհրաժեշտության դեպքում ծախեն Ամերիկայի վրա, որ Իրանի հետ կապված մենք պատրաստ ենք քեզ աջակցել, որտեղ չխաբվենք նրա վրա, որ Իրանի հետ կարող է անուղղակի բանակցություն լինի, կարող է այդ բանակցությունը ոչ մի արդյունքի էլ չբերի։ Իհարկե այդ բանակցության զուտ փաստը ցանկանում է Տրամպը շատ թանկ վաճառել աշխարհի վրա, տեսեք ինչեր են անում, բայց պետք չի շտապել։ Դրա համար նրանք իրանց պահեստային քայլերն անում են, իսկ մենք ոչ մի բան։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները տեղի կունենան շաբաթ Օմանում, բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար։ Նշում է հատուկ ոչ ուղիղ։ Սա եւ հնարավորություն է եւ ստուգում ԱՄՆ-ի մտադրությունների գնդակը գտնում է ամերիկյան դաշտում, գրել է Արաղչին։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ եւ Իրանն ուղղակի բանակցություններ են վարում։ Իրանը հերքել է, որ ուղղակի բանակցություն է, միջնորդավորված բանակցություն է Օմանի միջոցով։ Եթե բանակցությունները հաջողությամբ չփսակվեն, Իրանին մեծ վտանգ կսպառնա։ Սա նորից հերթական անգամ Տրամփը հաբեկել է։ Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, եւ դրանք արդեն սկսվել են։ Շաբաթ օրն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև գրեթե ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի կունենան։ Կարծում եմ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ։ ԱՄՆ-ն ազնիվ եւ շահավետ գործարքներ կկնքի այլ երկրների հետ, իսկ հակառակ դեպքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին, ասել է Տրամփը։ Իհարկե, Իրանից հերթական անգամ ասել են, սանկցիաները կհանեցես, կանես, այդ սպառնալիքները կհանես, կդնենք, խոսենք, ուղիղ բանակցությունների չեն գնա, այնուամենայնիվ, եթե այդ հարցում որոշակի մեղմացումների գնա Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեզ համար շատ օգտակար է, որովհետև այդ առճակատումը բոլոր առումներով սխալ է։ Իրանին հարված հասցնել է էկոլոգիականից սկսած մինչև ռազմավարական նշանակության առումներով մեզ համար վտանգահանտուփ մինչև փախստականների մեր տարածքում հայտնվելը, մանավանդ մեզ սահմանակիցը ատրպատականն է, որտեղ էթնիկ ադրբեջանցիներ են, գիտենք կարան ամեն ինչ սարքեն թուրքերն ու ադրբեջանցիները մեր գլխին, էդ էլ գիտենք, եւ դրանից բացի կարող է Իրանի գլուխը խառնել է առիթից օգտվի իբր թե Իրանին պատրաստ ենք տարած տրամադրենք Ադրբեջան, Իսրայել օգտագործեն այդ խառը վիճակը մեր նկատմամբ իրանց հավակնությունների հարցում բոլոր առումներով մեզ համար նպատակահարմար է, որ Ամերիկան Իրանի հետ լեզու գտնեն։ Անենց որ այդտեղ եթե երկուսը կոնֆլիկտի գնացին, պարտվողը մենք ենք, ոչ թե Իրանը կամ Ամերիկան։ Դրա համար այդ հարցում շատ ուշադիր նույնպես պետք է հետևենք, թե ինչա կատարում, առավել ևս, որ մենք այդ ուղղությամբ անելիք չունենք, այդ մեր քաշի գործ չի։ Մեր անելիքը նա է հարաբերությունները շատ ակտիվ ճիշտ ձևի պահենք, որ ոչ մեկի շահից չբխի Հայաստանի շահը ոտնահարելը։ Էս է հարցը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է. Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը կարող է ամենասարսափելի հետևանքներն ունենալ տարածաշրջանի համար։ ՌԴ-ն պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանին երկրի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրի շրջանակում, քանի որ սա ռազմական դաշինքի փաստաթուղթ չէ, բայց ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հակամարտությունը կարգավորելու համար, ասել է Ռուդենկոն։ Իհարկե, ով էր կասկածում, որ հանկարծ Իրանի նկատմամբ ռազմական հարվածի դեպքում դուք Իրանին չեք պաշտպանելու։ Այդտենց միամիտ մարդիկ կային, ինչի ձեր զորքը Սիրիայի մեջ չպաշտպանեցիք, այնելումից պետք է պաշտպանեիք Թուրքիայի կողմից հովանավորվող ապստամբների խմբավորումից։ Իսկ այդ չեք արել, ժողովուրդ ջան, այդ ինչի մասին է խոսքը։ Մանավանդ Սիրիայի բանակն էլ Ասադի ձեռն էր։
Ձեզ բան չէր մնում ընդեղ անելու։ Այդ լավ գիտենք ձեր հնարավորությունը։ Պաշտպանողը եք Կուրսկն ու Բելգորոդը պաշտպանեք։ Հիմա արդեն Բելգորոդում են օպերացիա անում ուկրաինացիները։ Այնպես որ մենք Ռուսաստանի քաշը շատ լավ գիտենք, մեր վրա էլ լավ էլ զգացել ենք։ Այնպես որ դրա վրա խաբվող չկա, առավել եւս այն հույսով, որ հայ Ռուսաստանը կկանխի, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները բան չէ։ Շատ արագ ասեց, այդ ռազմավարական բառի վրա չխաբվեք, դա չի նշանակում, որ մենք աջակցել ենք, գնացեք ձեր հարցերը լուծեք։ Եվրամիության առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտարարել է. Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկը կընդունի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը, մնացած սակագները կգործեն մայիսի 15-ից։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը պատրաստ է նստել Միացյալ Նահանգների հետ փոխադարձ պարտականությունների շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի, բայց Եմեն անվերջ չի սպասելու, ասել է Շեֆչովիչը։ Այսօր մենք ուշադրություն դարձնենք, որ այդ պատասխան քայլերը մաքսատուրքերի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանն էլ լուրջ հարված հասցնում, այնպես չի որ դա մենակ ուրիշներին ա վերաբերում։ Ուղղակի ուրիշներն ասում են, ինչի էս անում, որ ամբողջ համաշխարհային տնտեսությանը անկում տանես, ուզածդ ինչ է։ Դրա համար պարբերաբար բացատրում են, մենք էլ ենք հակաքայլն անելու, բայց եւ միևնույն ժամանակ ավելի լավ է խելքի գաք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրել է նախորդին Չինաստանի 34%-ի պատասխան մաքսատուրքեր սահմանեց Ամերիկայի ապրանքների ի հավելումն իր արդեն իսկ ռեկորդային մաքսատուրքերի։ Չնայած իմ նախազգուշացմանն այդ մասին, որ ցանկացած երկիր, որը պատասխան քայլ կկիրառի Միացյալ Նահանգների նկատմամբ մեր երկրի վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով, անհապաղ կբախվի նոր եւ զգալիորեն ավելի բարձր դրույքաչափերի։ Ուստի եթե մինչև Չինաստանը ապրիլի 8-ը չեղյալ չհայտարարի 34%-անոց ավելացումը, ի հավելումն իր արդեն երկարաժամկետ առևտրային չարաշահումների, ապա ապրիլի 9-ից, այսինքն վաղվանից սկսած, Չինաստանի վրա 50%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի։ Բացի դրանից բոլոր բանակցությունները Չինաստանի հետ մեզ հետ նրանց խնդրած հանդիպումների առնչությամբ կդադարեցվեն։ Անմիջապես կսկսվեն բանակցությունների այլ երկրների հետ, որոնք նույնպես հանդիպումներ են խնդրել, ասել է Տրամպը։ Իհարկե, այստեղ խնդիրը նրանում, որ այս առճակատումը որևէ ձևով Ամերիկայի շահերից չի բխում, CNN-ն էլ գրել է Սպիտակ տան հայտարարության հղումով ներկայացել, որ Դոնալդ Տրամպը վետո կդնի մաքսատուրքեր սահմանելու իր լիազորությունները սահմանափակող օրինագծի վրա։ Սա էլ ինչա նշանակում։ Ինքը մեծամասնություն ունի կոնգրեսում, այնպես որ կարող է այնպես անել, որ օրինագիծը չանցներ։ Եթե հանկարծ մտածում որ հանրապետականները կմիանան դեմոկրատներին, որպեսզի սահմանափակեն մաքսատուրքերի իր այս շքերթը, ի սկզբանե արդեն հայտարարել, որ եթե դուք նման որոշում կայացնեք, ես վետո եմ դնելու։ Բայց սա ինչա նշանակում։ Սա նշանակում է, որ իր մաքսատուրքերի հարցը ոչ միայն քննադատել են բոլոր գործընկերները, Կանադան, Մեքսիկան, Եվրոպան, բոլորը անխտիր, բայց եւ միևնույն անգամ իր արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի Իլոն Մասկն քննադատել, որ սխալ է մաքսատուրքերը, բայց հիմա եթե ինքը անգամ կոնգրեսը դեռ այդ օրինագիծը չընդունած, ինքը ասում է վետո եմ դնելու, չանեք դա։ Այսինքն ուզում է ցույց տա, որ ես այնքան իրավունքներ ունեմ, ես դա միանձնյա եմ անում, մոռանալով մի բան, որ դա նշանակում է պատասխանատվությունն էլ մնում է քո վրա, չես կարալու գցես կոնգրեսի վրա, չես կարալու որևէ մեկի վրա գցես, եթե դու արդեն նրանց ընդունած որոշումով քո ձեռքերը կապում են, դու դա հաղթահարում ես վետոյով։ Այսինքն ասում ես ես եմ միակ պատասխանատու, ինչին է իրա պետք սա անել, ես չեմ պատկերացնում։ Մեկը վաղը մյուս օրը հասկանալու է, որ դա ճիշտ ճանապարհ չի։ Իսկ Բլումբերգը հայտնում է, Իլոն Մասկի կարողությունը նոյեմբերից ի վեր առաջի անգամ նվազել է 300 միլիարդ դոլարից, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի մաքսատուրքերը հարվածել են նրա մերձավոր շրջապատին։ Իհարկե, այն ամենասկզբում, որ Իլոն Մասկը սկսեց ճոռոմ խոսալ, ասի ինքը միակ միլիարդատերն է, որը նես պետք է անի դառնա միլիոնատեր։ Կամած ինքը այդ գրաֆիկով է գնում, չնայած դրել աշխարհի ամենահարուստ մարդն է, բայց այն կարգի կատաստրոֆիկ ձախողումները, որ ունի ոչ միայն իր փողերի նվազումը, այլ նաև իր անկերությունների արժեթղթերը նվազելը, ընդհանրապես շատ դուրս կորուստներ ունենալը, եւ նույն Իլոն Մասկն ուղղակիորեն խնդրել է Դոնալդ Տրամպին վերանայել ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը, որոնք նա սահմանել է փոխադարձության սկզբունքով։
Այսինքն բացի այն, որ հրապարակային ասել էր դա սխալ է, ինքը ասել է իր ավերից գցել էր, հիմա էլ ասում է մի հատ էլ Տրամպին խնդրել, ասում է ինչ ես անում, վերանայի դա։ Իսկ NBC News-ը ինչ է հայտնում։ Իլոն Մասկի եղբայրը Քիմբալ Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպին իր մաքսային քաղաքականության համար։ Տրամպի սակագնային ռազմավարությունը նշանակում է մշտական հարկ ամերիկացիների համար։ Իր սակագնային ռազմավարության միջոցով Տրամպը կառուցվածքային մշտական հարկ է սահմանել ամերիկացի սպառողի վրա, գրել է Քիմբալը իր եղբոր X սոցիալական ցանցում։ Եթե նույնիսկ Տրամպին հաջողվի մաքսատուրքերի միջոցով ստեղծել նոր աշխատատեղեր, գները երկրում դեռ բարձր կմնան։ Սպառման հարկը կմնա ավելի բարձր գների տեսքով, ասել է Քիմբալը, քանի որ ԱՄՆ-ն չի կարող ամեն ինչ արտադրել։ Սպառման հարկը նաև նշանակում է ավելի քիչ սպառում։ Դա նշանակում է ավելի քիչ աշխատատեղ, ինչ իր հերթին հանգեցնում է ավելի քիչ սպառման եւ հետո էլ ավելի քիչ աշխատատեղեր։ Ամերիկան անհավատալի ուժեղ կողմեր ունի։ Մենք պետք է օգտագործենք այդ ուժեղ կողմերը, չստիպենք խաղալ մեր թույլ կողմերի վրա, եզրափակել է Քիմբալը։ Իմիջիայլոց NBC-ն նշում է, որ Քիմբալ Մասկը Տեսլայի տնօրենների խորհրդի անդամ է, որտեղ Իլոն Մասկը զբաղեցնում է գլխավոր տնօրենի պաշտոնը։ Երկու եղբայրներն էլ 90-ականներին հիմնել են Zip 2 կոչվող տեխնոլոգիական ստարտափը, որից սկսել են իրենց բիզնես կարիերան։ Այսինքն ուզում ասի ինքը ընդհանրապես Իլոն Մասկի եղբայրը չի, նա 90-ական թվականներից արդեն բիզնեսի մեջ եղել է, խելացի մարդ է եւ նաեւ Տեսլայի տնօրենների խորհրդի անդամ է։ Այսինքն ուզում են ասեն, որ տեսեք, շատ խելացի մարդ է, այդ ինչ որ ինքը թվարկել է, շատ փոքր մասն է թվարկել, որի մասին մենք ամեն օր ռեժիմով խոսում ենք, բայց որ այս ամեն ինչը ինքը թվարկել է, աղբորը չէր ասում, ընկեր ջան, այս ինչ ես անում։ Այդ քո արհեստական բանականությունը ուղեղը տանջատել ես բանականությունը, խելքդ տվել արհեստական բանականությանը, այս ինչ ծրագիր ես բերել։ Հիմա այդ որ ինքը Տրամպին քննադատում է, բա չես ասում այդ բարեփոխումների ծրագիրը աղբեր չէր Տրամպի գլուխը մտցրել որ անի։ Հիմա նոր հասկացակ ինչ է կատարում եւ մի հատ էլ կարդանք ինչ է կատարում։ Financial Times-ն էլ ինչ է գրում։ Շուկաների փոթորիկը եւ ռեցեսիայի վախը համախմբել են անսովոր կոալիցիա միլիարդատերերը, ովքեր նախկինում աջակցում էին Դոնալդ Տրամպին, այժմ բացահայտորեն ահազանգում են։ Պատճառը նրա նոր սակագնային քաղաքականությունն է, որը ոչ այլ ինչ են անվանում, քան խելագարություն։ Նույնիսկ Տրամպի դաշնակիցները վերանայում են պահանջում, օդում խուճապ է, շուկան ցնցվում է, իսկ առևտրային պատերազմն արդեն սկսվել է, եւ սպառնում է ամենից շատ հարվածել ԱՄՆ-ին։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ոգևորված աջակցում էին, հիմա բացատրում են, որ սա խելագարություն է, բա ժողովուրդ ջան, բա դուք հեղինակավոր մարդիկ էիք։ Ամերիկայի շարքային քաղաքացին նայում է, հաջողակ բիզնեսմենները, ինտելեկտուալ մարդիկ, գրագետ մարդիկ պաշտպանում են, ուրեմն մի բան գիտեն, բա այդ մարդկանց դուք էլ խաբեցիք, չէ՞ ախր։ Այդ մարդը շարքային մարդ էր, չարքաշ աշխատող, նա ինչ գիտեր, նա էս տեսավ ամենահաջողակ մարդիկ պաշտպանում են Տրամպին, ինքն էլ ասեց, ուրեմն այս մարդիկ մի բան գիտեն, որ անում են։ Հիմա որ դել եք լացուկոզներդ կապել եք, մեղադրում եք, խելագարություն եք անվանում, այդ մարդկանց ձայները պոկելուց հետո, բա ձեզ ով խելագար համարի։ Հա, լավ, այդ դեպքում մնացած բաները ձեզ շատ չհոգնեցնեմ, մեկ ամեն օր հանդիպում ենք, ուզեմ ասեմ, սակագնային պատերազմի հետ կապված էլ տեսակ ինչա կատարում, այդ անորոշությունները նաև լարվածություն առաջացնում բոլորիս համար, դրա համար մենք էլ պետք է ուշադիր լինենք, հետևենք աշխարհի իրադարձություններին, մատներս պահենք իրադարձությունների զարկերակին, որ հասկանանք ի վերջո մեր երկրի ապագայի հետ կապված ինչ խնդիրներ կա, եւ մենք ամեն մեկս մեր համեստ ուժերի ներածի չափով ինչ կարող ենք անել։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։